Հայ-ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա, պնդում են ՔՊԱ-ականները ի պատասխան Ռուսաստանից հնչող բոլոր դժգոհությունների ու զգուշացումների։ Էկոնոմիկայի նախարարը վստահեցնում է, թե Երևան-Մոսկվա հարաբերությունները մամուլն է սրված ներկայացնում։ Այդ լարվածությունների վերջին օրը կլինի հունիսի 7-ը, հունիսի 8-ին էլի ժողովրդի հաղթանակից հետո ամեն ինչ լինելու է իդեալական։ Նաև Հայաստանից Ռուսաստան արտահանումների խնդիրն է լուծվելու։ Ռոսսելխոզնadzորը մայիսի 22-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ծաղիկների ներմուծման վրա։ Պապոյանը հայտնում է, որ այդ սահմանափակման վերաբերյալ ռուս գործընկերներից պաշտոնական գրություն չեն ստացել, բայց գիտի, որ Ռուսաստանի սննդի անվտանգությունը Հայաստանում ստուգումներ է անում։ Ըստ նրա չի բացառվում, որ դրանց արդյունքում արտահանման սահմանափակումները վերացվեն։ Կարծում եմ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշ ուժեր, որոնք փորձում են որոշակիորեն այնպեսի իրավիճակ ստեղծել, որ հայ արտադրողները, հայ ֆերմերները Ռուսաստանի Դաշնությունում խնդիրների առաջ կանգնեն։ Դաշնությունում հայերի ունեցած խնդիրների համար իրենց որևէ կերպ մեղավոր չեն համարում հակառուսական հայտարարություններով աչքի ընկած ՔՊԱ-ականները։ Ավելին պնդում են, թե իրենք հակված չեն լարվածություն մտցնել Երևան-Մոսկվա շփումներում։ Այդ մասին Հայաստանի արտգործնախարարն է վստահեցրել այսօր ԵՄ-ի հետ զրույցում։ Նա այդպես արձագանքել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուին, որի վստահեցմամբ հայ պաշտոնյաները արել են հայ-ռուսական հարաբերությունների ոգուն չհամապատասխանող քայլեր։ Ռուսաստանի տարբեր գերատեսչություններ։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի կարծիքով ՔՊԱ-ականները նախընտրական շրջանում հայ-ռուսական իդեալական հարաբերությունների իմիտացիա են ստեղծում Ռուսաստանում հարազատներ ունեցող քաղաքացիների ձայները չկորցնելու համար։ Իրենք ստում են իրենց քաղաքացիներին, իրենք ստում են այն քաղաքացիներին, ովքեր ունեն բարեկամներ Ռուսաստանում, ովքեր Ռուսաստանից գումար են ուղարկում Հայաստան, ու այդ մարդիկ օրինակ մտածում են, որ իրենք եթե գնան ՔՊ-ին քվեարկեն, այս համակարգում ոչինչ չի փոխվելու։ Շոյգուից առաջ էլ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էր հայտնել, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի կարգավիճակը կլինի առաջիկա նիստի քննարկման օրակարգում։ Չնայած Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանին չեն կարող հանել կառույցից առանց Հայաստանի համաձայնության, քաղաքագետի խոսքով դա դեռ չի նշանակում, որ մեր երկրի համար չեն կարող բարդություններ առաջանալ։ Պատկերացնենք, որ ԵԱՏՄ խորհուրդը դիմում է ԵԱՏՄ դատարան եւ հայց այնպես է ձևակերպում, որ քանի դա ԵԱՏՄ դատարանը որոշում չկայացնի, Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին նպատակահարմար է սառեցնել։ Ինչ են անելու Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ինչ է անելու հայկական բիզնեսը։ Հայաստանում կան մի խումբ մարդիկ, որ կարծում են անկախ իշխանությունների հայտարարություններից առևտրային կապերը կպահպանվեն, ծիրանը, ծաղիկները, կոնյակն ու հանքային ջուրը կարտահանվեն հեշտ ու հանգիստ։ Դա այդպես չի աշխատում։ Եվ Ռուսաստանից հենց դա են ասում են մենք չենք ֆինանսավորելու ձեր միանալը հակառուսական դաշինքին։ Անկամ եթե դուք որոշում եք մնալ ԵԱՏՄ-ում։ Եթե դուք որոշում եք մնալ ԵԱՏՄ-ում, ուրեմն շատ բաներ կան քաղաքական առումով, որոնք դուք չեք կարող անել։ Մաթևոսյանի խոսքով խաբկանք է նաև այն, որ Հայաստանի իշխանությունն է որոշում, երբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, երբ հանել ռուսական ռազմաբազան Հայաստանից։ Բայց ով ասաց, որ եթե Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ինքը կարող որոշի ժամանակ, թե երբ այս ամեն ինչից դուրս գա, ռուսական կողմը չի կարող իր հերթին որոշել, թե երբ ինքը կարող է քայլ անել Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը դադարեցնելուն կամ սահմանապահներին ու 102 ռազմաբազան դուրս բերելուն։ Քաղաքագետը վստահ է, եթե Փաշինյանի թիմը վերընտրվի, աննախադեպ արագությամբ են փչանալու հայ-ռուսական հարաբերությունները։ Հայաստանի իշխանությանն ու հայ ժողովրդին տարանջատող Մոսկվայի համար ՔՊ-ի իշխանության ղեկի մնալը մեսիջ է լինելու, թե հայաստանցիները կողմ են Փաշինյանի քաղաքական գծին։ Այդ դեպքում ոչինչ չի կարող խանգարել ապահարզանին, որը կարող է այնքան էլ փափուկ չլինել։ Լիլիթ Սարգսյան, Առաքել Օհանյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։